Վար երեկո, հարգելի հեռուստադիտողներ, 168 TV եթերում ռևյուն է։ Մենք շարունակում ենք ուշադրությամբ հետևել Հայաստանի շուրջ տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական զարգացումներին, փորձելով գնահատել դրանց հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա։ Թեմայի շուրջ տաղավարում կզրուցենք Ոսկանապատ վերլուծական կենտրոնի ղեկավար քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մելիք Շահնազարյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելով։ Վերջին օրերին եւ շաբաթներին հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում, հատկապես Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների տիրույթում, այդ թվում Նիկոլ Փաշինյանի այցը տեղի ունեցավ Գերմանիա եւ հանդիպում Գերմանիայի կանցլերի հետ եւ ստորագրվեց Հայաստանի եւ Եվրամիության միջև գործընկերության ռազմավարական օրակարգի մասին փաստաթուղթ եւ 3 հետաքրքիր հայտարարություն Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Հայաստանը ավելի ճիշտն ասում է հայերը դիմել են մեզ արտաքին միջամտության դեմ պայքարում օգնության խնդրանքով։ Ավելի վաղ նաև հայտարարվել էր, որ 15 միլիոն դոլար կհատկացվի Հայաստանին, այսպես ասած, կիբեր հարձակումներին եւ հիբրիդային հարձակումներին ռուսական ապատերեկատվության դիմակայելու նպատակով։ Ըստ ձեզ Եվրամիության այս աջակցությունը ինքնին միջամտություն չէ ներքին գործերին եւ իրականում ով կամ ովքեր կամ որ երկրներն են հիբրիդային պատերազմ վարում Հայաստանի դեմ ձեր կարծիքով։ Գիտեք, հստակ պատասխան չեն տալիս այս իշխանությունները, թե կոնկրետ որ երկրի նկատի ունեն։ Բոլորս ենթադրում ենք, որ խոսքը գնում է Ռուսաստանի մասին, ինչը հատկանշական է, որ այդպես ենք ենթադրում, հաշվի առնելով այս իշխանությունների շատ խիստ ընդգծված պրոարևմտյան քաղաքականությունը։ Եվ երկրորդ հատկանշական բանը, որ ոչ մեկը նկատի չունենք, չենք հասկացում, խոսքը կարող է վերաբերվել օրինակ Ադրբեջանին եւ Թուրքիային, որոնք ավելի շատ են ազդում Հայաստանի ներքաղաքական զարգացումների վրա, նորից լավ հասկանալով, որ այդ ազդեցության դեմ այս իշխանությունները ոչ մի խնդիր չունեն, դրա դեմ հաստատ չեն պայքարելու, էլի դրա համար չէին գնալու Եվրոպա եւ աջակցություն խնդրել, այն էլ տարաբնույթ աջակցություն, այսինքն ես հիմա չգիտեմ Կայա Կալասը երեկվա հայտարարած եւ մոտ 2 շաբաթ առաջ հայտարարված 15 միլիոն եվրո աջակցությունը դա նույն ծրագիրն է թե տարբեր ծրագրերի մասին է խոսքը գնում, բայց կարծես թե բովանդակությունը եւ մոտեցումը այն է, որ տարբեր ծրագրերի մասին է խոսքը գնում։ Եվ ըստ էության իրենք ձևակերպում են դա ճիշտ այնպես, ինչպես եղել է օրինակ մոլդովական սցենարում։ Նաեւ խոսում են, որ ինչպես որ Մոլդովային ենք աջակցել, դա է երևի պատճառը, որ նաեւ հասկանալի է դառնում, խոսքը ռուսական ազդեցության մասին է, բայց թե ինչ ազդեցություն կա ռուսական, դա էլ չի բացահայտում, այսինքն ես կարծում եմ, որ եթե իշխանությունները իսկապես սուբյեկտիվ երկրի ղեկավարի դերում են հանդես գալիս, իրենք ոչ թե պետք է գնան դիմեն, ասեն մեզ աջակցեք, որ մեր ընտրություններին ինչ որ բան միջամտություն չլինի, արտաքինը հստակ բացահայտեն, ասեն այս դրվագներով կա միջամտություն եւ այդ միջամտության ճանապարհները կոծկեն, այսինքն վարվեն որպես ինքնիշխան պետության ղեկավարներ եւ կազմակերպեն աջակցություն, բայց ես ավելի քան համոզված եմ, որ ավելի կարևոր է այստեղ այն չէ թե ինչքան գումար է տրամադրվում եւ այլն, այլ այն է, որ Եվրոպան պետք է աչք փակի բոլոր այն գործողությունների վրա, որոնք Հայաստանում տեղի են ունենալու նախընտրական շրջանում, որոնք արդեն սկսել են տեղի ունենալ եւ որոնց վրա իդեպ Եվրոպան արդեն իսկ աչք է փակում։ Խոսքս եւ քաղաքական ընդդիմախոսների հետապնդումների մասին է, ձերբակալություններ, հիմա արդեն տեսնում ենք, որ խուլիգանական հարձակումներ, ծեծ եւ այլն եւ եկեղեցու վրա եկեղեցու դեմ գործողությունները եւ ավելի քան համոզված եմ, որ այսպես կոչված Եվրոպայի հետ իրենք պայմանավորվել են ոչ թե, այսինքն պայմանավորվածության հիմնական թեման ոչ թե գումարն է եղել աջակցությունը, այլ այն, որ մենք հեսա կգնանք Հայաստանում, ում ասենք, որ իրանց բանով եմ ասում, լեքսիկոնով ռուսի ագենտա, դուք բան արեք, aşk փակեք, մենք այդ ձևով այդ ընտրությունների հարցը կլուծենք։ Այսինքն թիրախավորված է ամբողջ ընդդիմադիր դաշտը եւ Նիկոլ Փաշինյանը ստացել է carte blanche, ինչպես ուզում է գործելու, լավ վստահ լինելով, որ Եվրոպայից դրա համար իրեն ոչ մի քննադատություն, ոչ մի պահանջ, որևէ բան չի լինելու, էլի, այսինքն Եվրոպան այդ ընտրությունները ճանաչելու է ժողովրդավարական եւ այլն, այն ինչ որ պետք է այսպես կոչված լեգիտիմություն ապահովելու համար։ Գլխավոր պայմանավորվածության թեման հենց սա է, մնացած ամեն ինչը դա ձևակերպումներ են, որոնք տեխնիկական են։
Բարի Մելիքշեհ Նազարյան, բայց իրավասություն ունի արդյոք Հայաստանի իշխանությունը կամ իշխանության մարմինները կամ կառավարությունը նման խնդրանքով դիմելու որևէ պետության եւ ինչ իրավունք ունի Եվրամիությունը նման հարցերի միջամտելու արդյոք նա մեր ռազմավարական դաշնակիցն է։ Դե տեսեք, նա մեր ռազմավարական դաշնակիցը չէ, բայց համագործակցության փաստաթուղթը կոչվել է ռազմավարական, իբրև թե ցույց են տալիս, որ տեսեք մեր հարաբերությունները տեղափոխվում են ռազմավարական համագործակցության փուլ։ Սա բան է, այսպես ասած, խայծ է կամ քարոզչական տրյուկ է, որը այստեղ պետք է Փաշինյանը շուտով սկսի ճակերտար ասած ծախել ժողովրդի վրա, ասելով որ ընտրեք ինձ, մենք Եվրոպայի հետ արդեն ռազմավարական հարաբերություններ ունենք, տեսակ որ նաև վիզաների ազատականացման բաններ, օրակարգը նորից ակտիվացվեց հայ-եվրոպական հարաբերություններում, այսինքն ցույց են տալու, որ մենք այդ ուղղությամբ աշխատում ենք եւ շուտով նաև առանց վիզա Եվրոպա գնալու։ Այս ամեն ինչը խայծեր են զուտ մարդկանց խաբելու, քվեն ստանալու համար։ Բայց ինչ վերաբերվում է իրավունք ունի Հայաստանը նման դիմումի, իրավաբանորեն դա կարելի է ձևակերպել։ Ինչ որ ձև կարելի է վստահ հիմքեր դրված գնել, Եվրոպան էլ մշտապես տարբեր ծրագրերի աջակցման ծրագրեր է իրականացրել, չգիտեմ, այնտեղ ժողովրդավարական ինստիտուտների կայացման ծրագրեր եւ այլն, որոնք անցած 30 տարիների ընթացքում մշտապես իրականացվել են Հայաստանում եւ ոչ միայն Եվրոպայի կողմից, նաեւ արևմուտքի այլ երկրների, հատկապես Միացյալ Նահանգների կողմից։ Այլ հարց է, որ այդ ծրագրերի անվան տակ այստեղ փաստացի ձևավորվել են ցանցեր, այսպես կոչված իրավապաշտպանների ցանցեր, չգիտեմ չէ, որոնք իբրև թե պետք է նպաստեին ժողովրդավարության ամրապնդման։ Այստեղ խնդիրը նա է, որ բարձր նպատակների եւ բարձր արժեքների տակ դուրս են գրվում գումարներ, որոնք հետո ծախսվում են ամենակեղտոտ ծրագրեր իրագործելու համար, քաղաքական հետապնդումներ իրականացնելու համար, ժողովրդի քվեն գողանալու համար, մարդկանց մոլորեցնելու համար եւ այլն։ Սա է խնդիրը եւ կարծում եմ, որ մեր լրատվական եւ փորձագիտական հանրույթի հիմնական նպատակներից մեկը այս ընթացքում դա պետք է լինի, որպեսզի ցույց տան ժողովրդին, որ այդ գումարները ոչ թե ժողովրդավարություն կառուցելու համար է, այլ անհամաձայն մարդկանց ծեծելու ու դրա համար ոչինչ չլինելու համար է։ Կամ որպեսզի մարդկանց ուղղակի խաբեն, որ ամենավատն ու եւ ամենաստորն է, որ դու մոլորեցնում ես ամբողջ հասարակությանը, իրեն տալիս ես սուտ խոստումներ, ներկայացնում ես կեղծ իրականություն, քննեցնում ես զգոնությունը, հետո վերջում բերում ես նոր պատերազմի առջև ես կանգնեցնում կամ նոր զիջումների առջև ես տանում։ Ես նաև մեջբերեմ Հայաստանի արտգործ նախարարության խոսնակի արձագանքը կամ մեկնաբանությունը այս հայտարարությանը, ըստ որի հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ Հայաստանի Հանրապետություն Եվրոպական միություն համագործակցությունը շարունակական է եւ նոր չի սկսվել։ Ինչ կասեք, այսինքն փորձառու ներկայացնել, որ դա նոր բան չէ։ Միշտ եղել է, հիմա էլ է լինելու եւ այլն, բայց ձևակերպումների մասին է։ Կկարակալասը հենց այդպես էլ ասում է նախաճաշին, այսպես ասած կարևոր է, այսինքն շուտ արվող գործերից մեկը Հայաստանի ընտրություններն են։ Ինքը հենց այդպես ներկայացրեց։ Չասեց, որ մենք ընդհանրապես աջակցում ենք Հայաստանին այդ խնդիրների շուրջ, այլ ասեց, որ դա ուղիղ կապեց ընտրական process-ների հետ, որ ընտրությունները լինելու պետք է օգնենք, որ մեր գործընկերները այնտեղ հանկարծ բան չլինի իրենց, ոչ մի սպառնալիք իրենց չլինի։ Սա մեկ հարց, որ շատ կարևոր է, բայց երկրորդ ամենակարևոր հարցը կարծում եմ, որ ոչ մեկ Հայաստանում կասկած չունի, թե իրականում որտեղից կա հիբրիդային ազդեցություն մեր ժողովրդի եւ մեր ներքաղաքական գործընթացների վրա։ Հստակ կան Ադրբեջան եւ Թուրքիա։ Շատ հստակ է։ Իրենց ազդեցությունը, միջև անգամ սահմանադրությունը փոխելու պահանջ են ներկայացնում եւ Հայաստանի իշխանությունները գնում են այդ ճանապարհով։ Հիմա ինչ, ասենք այդ հիբրիդային ազդեցության դեմ պիտի դիմակայեն այդ գումարներով, թե ոչ, հասկանալի է, չէ՞ որ ոչ, իսկ նպատակը ուրիշ է։ Դու այստեղից է գալիս է, որ ակնհայտ ստերը հենց սկսում են բացահայտվել, խնդիրները միանգամից շատ հստակ երևում են։ Այս տերմինը ընդհանրապես հիբրիդային պատերազմ, այս նորաձև ինչ որ մի բան է, որը շատերը չեն էլ հասկանում։ Խնդրեն նաև պարզաբանել ընդհանրապես ինչ է հիբրիդային պատերազմը, որպեսզի ավելի պարզ լինի։ Իսկ դա տարբեր գործիքներով հանրության կամ պետության կամ որոշում կայացների վրա ներազդելու ճանապարհ է։ Այդ տարբեր գործիքները իսկապես տարբեր են։ Մեկը կարող է լինել զուտ տեղեկատվական քարոզչական աշխատանք,
հա, որ մամուլում, լրատվականներում անդադ ինչ-որ ֆինանսավորի, որ այս գիծը անդադ լուսաբանեք, անդադ այս խնդրի մասին խոսեք։ Խնդիրը կարող է եւ գոյություն չունենա, բայց դուք խոսեք դրա մասին։ Անընդհատ ինչ-որ չգիտեմ, նախկինների հետ կապված մի թեմա վերցնեն եւ անընդհատ դրա մասին խոսեն։ Թեկուզ հենց դա, ասեն ռուսի բանն օրակարգի սպասարկողներն եւ այլն։ Դա կարող է լինել ուղիղ սպառնալիքներ, որ պայմանական, եթե չփոխեք ձեր սահմանադրությունը, կլինի նոր պատերազմ, կլինի նոր զիջումներ, խաղաղություն չի լինի, ձեզ նույնիսկ կկոտորենք, տեսեք թե մեր ռազմական բյուջեն ինչքան է եւ այլն եւ այլն։ Դա էլ է հիբրիդային պատերազմի ձև։ Հիբրիդային պատերազմի ձև է նաեւ, օրինակ, երբ որ դու քո երկրի ինչ որ տարածքում ուզում ես գործարան կառուցես, ես հիբրիդային ազդեցության մասին է, իսկ հակառակորդը թույլ չի տալիս, սկսում է կրակել, սկսում է սպառնալ եւ այլն եւ ստիպում է որ դու դա չանես։ Հիբրիդային պատերազմի ձևը նաեւ թույլ չտալը քո հանքերի շահագործումը եւ այդ հանքերում ինչ որ բաներ նվաճելը, սահմանափակումներ դնելը, ինչպես օրինակ դա սոտքում է տեղի։ Մեզ այս հիբրիդային ազդեցության բազում օրինակներ բերեցի, բայց ավելի քան համոզված եմ, որ այնինչ ասում է Նիկոլ Փաշինյանը, դա դրա հետ ոչ մի առնչություն չունի։ Պարզապես իրենք վաղը գալու են, հարգելի արամ, եւ ասեն դուք 168 EM, դուք ռուսի գործակալ եք, դուք ռուսական շահ եք սպասարկում, դուք փորձում եք ազդել մեր ընտրությունների վրա։ Ու հետեւաբար հետո գնալու են բանին Եվրոպային, ասեն հիշում եք, այն 15 միլիոն եվրոն որ տվեցիք, այ 1 միլիոնը ծախսել ենք, բացահայտել ենք, որ Արամը եւ Հրանտը 168-ի եթերում նստած ռուսական շահ էին սպասարկում, ուզում էին ազդել մեր ընտրությունների վրա։ Կրկին սևի եւ սևերի եւ սպիտակների բաժանելու, այո, միանշանակ խոսքը դրա մասին է գնում եւ նորից եմ ասում, ամենասարսափելին այն է, ոչ թե սարսափելին, որ վախենալու տեսակետից, որ կարող է ինչ-որ ինձ կամ ձեզ վնաս տան, այլ այն, որ այն ինստիտուտները, այն երկրները, որոնց մենք հավատացել ենք որպես արժեքների պահապան տարածող եւ այլն, իրենք բոլորը մտել են այդ կեղտոտ գործի մեջ։ Այսինքն տոտալ արժեզրկման process է գնում ամեն ինչի եւ վերջում հասնելու է նա, որ ժողովրդավարություն ասվածնել բոլորի համար ոչ թե արժեք, այլ քմծիծաղ առաջացնել, այսինքն հասկանանք, որ ժողովրդավարություն են ասում, բայց տակից ունակ նույն հոդվածով, հա, խուլիգանության նույն հոդվածով անդիմադիր գործիչների ձերբակալում են, իսկ անդիմադիր գործիչների վրա կազմակերպված հարձակում իրականացնող խմբին ազատ են թողնում։ Սա ուզում եմ իսկապես սրա մասին շատ կարևոր ինչպես Միրան Հակոբյանի եւ Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի մասին եմ խոսում։ Տեսեք, Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանին դատապարտել են, հիմա նստած են իրենք։ Խուլիգանության հոդվածը երկրորդ մաս կար։ Այդ մասը կիրառել են տղաների վրա մեկ բարձ պատճառով Սամսոնյան Նարեկը եթերում օգտագործել է հետույք բառը։ Հիմա նույն հոդվածը դրված է 4 թե 5 հոգու վրա, որոնք կազմակերպված լսել են եւ ձայն չեն հանել, հա, չէ, կազմակերպված խումբ են ձևավորել, հետապնդել են իրենց զոհինք, խոսքը Միրան Հակոբյանի մասին է։ Մեջքից հարձակվել են, համարներ են փոխանակել մեքենայի, համարները փոխել են, ուրիշ համարներ են դրել եւ այլն, որպեսզի չբացահայտվեն։ Այսինքն կազմակերպված, քանի օր աշխատել են, պատրաստվել են եւ այլն, հարձակվել է մարդուն վրա, մարմնական վնասվածքներ են պատճառել, կոտրված անգամ միջև եւ այլն։ Հիմա նույն հոդվածն է դրված Սամսոնյան Նարեկի եւ Վազգենի վրա, նրանք զուտ հետույք բառ օգտագործելու համար, սրանք այսքան այս գործողությունները կազմակերպելու համար։ Նրանք նստած են, սրանք ազատության մեջ են։ Ընդ որում Նարեկի եւ Վազգենի հետևից ԱԱՑ-ն է գնում, որովհետեւ հաղորդումը տվել էր ազգային ժողովի նախագահը։ Այսինքն բարձա չէ, որ տեսեք, սա ինչ է, սա ակնհայտ է քաղաքական հետապնդում է։ Նրանց քաղաքական պատճառներով Վազգենին եւ Նարեկին ձերբակալել են, Միրանի վրա հարձակվել են քաղաքական պատճառներով։ Այստեղ Նարեկ եւ Վազգենը նստած են այն հոդվածի համար, նույն հոդվածով, որը զուտ ու հետույք բառ օգտագործելու համար է իրենց վրա դրված, այդ նույն հոդվածով այսքան կազմակերպված գործել են, հարձակվել են եւ այլն, դրանց ազատ են արձակել։ Ու սրա անունը դրվելու է ժողովրդավարություն։ Նիկոլը վաղը գնալու է Բրյուսել, Կայա Կալասին ասելու է, տեսեք, հիբրիդային պատերազմով
բան էին տարածում Նարեկը եւ Վազգենը մեր հանրության մեջ, ինչ որ վատ բառեր էին օգտագործում, ասում էին հետույք բան եւ այլն, դա ազդեցություն էր հանրային տրամադրությունների վրա, մենք բացահայտել ենք եւ իրենք հիմա կալանավորված են։ Իսկ այն որ Միրանի ծեծելու փորձն է կամ հարձակումը Միրանի վրա, էլի ինչ որ մի ձև կփաթեթավորեն դրա տակ կներկայացնեն։ Իսկ եվրոպացիներն հիացած հայացքով նայելու են, ասելու են բրավո, ժողովրդավարությունը հաղթում է Հայաստանը։ Հասկանու՞մ եք, էս է, որ ասում եմ, սարսափելի է, հենց սրա մասն է, որտեղ արժեզրկվում է ամեն ինչ։ Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների անվան տակ աշխարհակաղակական շահերի առաջ մղում, այսպես պարզ եթե ձևակերպել։ Դա լավ ձևակերպում է, դա քաղաքակիրթ, բայց դրա տակ իսկապես շատ կեղտոտ process-ներ են գնում։ Այսինքն, պարոն Մելիք Շահնազյան, հիբրիդային պատերազմը դա պատերազմական գործողություններ իրականացնումն է ոչ պատերազմական միջոցներով, այդ թվում տեղեկատվական պատերազմի միջոցով, տեղեկատվական, քարոզչական, հոգեբանական ներազդեցության, տնտեսական ճնշումների վրա, ինչու ոչ նաև ռազմական, դա էլ է մտնում, այսինքն եթե դու ինչ-որ փաթեթ ես ընտրում հարձակում ինչ որ կամքը տեղադրելու, նաև ռազմական սահմանում կրակոցներ։ Շատ պարզ օրինակ ասեմ ձեզ Ադրբեջանը Հայաստանում ընտրությունների ելքի վրա ազդելու այնքան հեշտ ձև ունի, շատ հեշտ։ Երկու տարբերակ ունի, հա, մինչև ընտրություն, եթե ուզում է որ Նիկոլ Փաշինյանը շարունակի պաշտոնավարել, մինչև ընտրություն պայմանական ասած անում է 2-3 ժեստ։ Ստորագրում է խաղաղության պայմանագիր կոչվածը։ Այն ինչ որ նախաստորագրված է, ստորագրում է։ Պայմանական ասած ինչ որ մի դիրքից Հայաստանի օկուպացված տարածքներից 100 մետրից իր զորքերը հետ է տանում 1-2 գերի է հանձնում այդ ժամանակ Նիկոլը գալիս է ասում է տեսեք խաղաղություն են բերել նա պայմանագիր ունեն Թուրքիա մեր տարածքները կամաց ազատագրվում են գերիները գալիս են ես չեմպիոն եմ ինձ քվեարկեք մարդիկ կքվեարկեն դա ազդեցության մեկ տարբերակ կա երկրորդ տարբերակը եթե Ալիևը չի ուզում որ այլևս լինի Փաշինյանը վարչապետ ընտրություններից 1 ամիս առաջ սահմանի ցանկացած հատվածում կրակոցներ է սկսում Էլ չեմ ասում, որ եւս մի բան է դիրք է վերցնում կամ մի 5 հոգու նորից գերի է գոհանում տանում գերի։ Միանգամից ընտրությունների ելքը այստեղ փոխվում է։ Հիմա դա հիբրիդային, այսինքն Ադրբեջանը այդ գործիքները ունի եւ Նիկոլը այդ խոսում է, ասում ուզում ես լինես վարչապետ, թե չես ուզում, այս գործիքներից որը օգտագործեմ։ Ու դա հիբրիդային ազդեցություն է, բայց դա նույնիսկ ինչպես արդեն մի քանի անգամ ասացի, վստահաբար Նիկոլը այդ ազդեցության դեմ եւ Եվրոպան այդ ազդեցության դեմ չեն պայքարում 15 միլիոն եվրոից ոչ մի կոպեկ այդ ազդեցության դեմ չի գնալու իսկ եթե իշխանության ղեկավարը վախեցնում է ժողովրդին պատերազմով եթե սա չանենք պատերազմ կլինի դա կարող է հիբրիդային պատերազմ դա էլ հիբրիդային դա էլ ժողովրդի ահաբեկելու տարբերակ է իհարկե դա ոչ թե ընտրության արժեվ կանգնեցնել է որ եկեք ընտրենք Դա սպառնալիք է, որ եթե այսպես չանենք, ժողովուրդ ջան, հիշում եք, քանի հազար զոհ տվեցիք։ Էլի եք տալու այդ զոհերը։ Հիմա հասկանում ենք արդեն պատերազմը երևի ինչի համար սանձազերծվել, հա, ամեն ինչ իր տեղն է գնում։ Ես անկեղծ ասած շատ ավելի վաղուց եմ հասկացել եւ դրա մասին նաեւ բազմիցս խոսել եմ։ Ինձ համար ցավոք սրտի այդ պատերազմի հետ կապված բաց հարց չի մնացել։ Թե ինչպես է սկսվել այդ պատերազմը, ինչ նպատակներով եւ ինչպես են մեծ տարեպարտության դա մեր բանակի պարտությունը չէր միանշանակ դա ուղղակի դավաճանության հետևանքներ դե երկար թեմա է կարծում եմ մի ուրիշ առիթով կարող ենք հանգիստ խոսել իսկ միջազգային քանի որ անդրադարձանք Հայաստանում բռնաճնշումներին եւ հանրային տարբեր գործիչների հոգեվորականների հալածանքներին, կալանավորումներին միամիտ հարց եմ երևի տալիս, բայց միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները այդ թվում եվրոպական ինչու որևէ ձայն չեն անում հիմնականում։ Տեսեք, նրանք մեր տարածաշրջանում այս բան միանգամայն այլ խնդիր ունեն լուծելու երկու կարևոր խնդիրներ։ Խնդիր համար 1 Ռուսաստանի դուրս մղում Հարավային Կովկասից Խնդիր համար 2 Հարավային Կովկասի կոմունիկացիոն հնարավորությունների օգտագործում իշահ իրենց տնտեսությունների։ Մենք Ռուսաստանը շրջանցելով նավթ եւ գազ ստանա Եվրոպան, հա կամ երկաթգիծը գործի Ասիայից դեպի Եվրոպա շրջանցելով Ռուսաստանը եւ այլն։ Այս իմաստով նաեւ երկրորդ կարևոր հարցը կա, որ Ադրբեջան, Թուրքիա, Հայաստան այս երանգունու մեջ
իրենք առնվազն ունեն Թուրքիան որպես ՆԱՏՕ-ի անդամ, ինչքան էլ ցույց տա որ կա խնդիրներ եւ այլն, բայց ռազմական դաշնակիցներ են, մեկը դաշինքի բլոկ են։ Հա եւ լավ հասկանում եմ որ Թուրքիայի այդ պոտենցիալը, եթե օգնենք Թուրքիային կոմունիկացիաներ բացել դեպի Կասպից ծովի ավազան Միջին Ասիա եւ այլն, կարելի է օգտագործել այնտեղ արևմտյան ազդեցությունը ուժեղացնելու հակառուսական, հակաչինական ինչ որ դիմադրության կենտրոններ ստեղծելու համար։ Իդեմս թուրքական պետությունների, իդեմս նույնիսկ Աֆղանստանի։ Այսինքն արևմուտքը մեր ռեգիոնը դիտարկում է զուտ այս իմաստով, Ռուսաստան ճնշելու, բ իրենց կոմունիկացիոն հնարավորությունները զարգացնելու եւ գ այդ ռեգիոնը որպես պլազդամ օգտագործելու այլ կարևոր տարածաշրջաններում իրենց ազդեցությունը մեծացնելու նպատակով։ Հիմա այս 3 հարցերի մեջ մեր եկեղեցին, մեր քաղբանտարկյալներ եւ այլն իրենք ոչ մի ձև չեն տեղավորվում։ Չեն էլ նկատվում Եվրոպայի համար։ Իրենց ասում են լավ, Նիկոլ, դու եթե մեզ այսքանը տալիս ես, այնքանը ներսում դու ինչ ուզում ես արա։ Մեզ համար կարևորը ապահովի, որ այսպես կոչված Թրամփի միջանցքը գործի։ Անուն ինչ ուզում եք դերեք Թրամփի միջանցքը, Զանգեզուրի միջանցքը դա հստակ դրված բանն է, ծրագիրն է, որը մշակվել է Անկարայում եւ Բաքվում, որպեսզի դա գործի, որովհետեւ դա լուծում է իմ ասած այն 3 խնդիրները։ Դա նպաստում է այդ խնդիրների լուծմանը։ Դրա համար Եվրոպան իհարկե չի նկատում այն, ինչ որ իրեն պետք չի նկատել այս պահին, բայց այստեղ կարևոր մի նյուանս, որի մասին էլի հաճախ խոսում եմ, այն է, որ Եվրոպան այնքան ժամանակ կարող է աչք փակել Հայաստանում տեղի ունեցող հակաժողովրդական այս բռնաճնշումների, քանի դեռ դա իրենց համար խնդիր չէ, որովհետև ամբողջ խնդիրը հարց այն է, որ Եվրոպայի քաղաքացիները, նրանք ովքեր որ Կայա Կալասներին կամ Ուրսուլա ֆոն դեր Լայեներին քվե են տալիս, իրենք տեղյակ չեն, որ իրենց ընտրածները ինչ քաղաքականություն են իրականացնում։ Եվրոպայի հանրությունը չգիտի, որ Հայաստանում կառուցվում է բռնապետություն եւ դրա համար Եվրոպան իրենց հարկերից փող է վճարում, որպեսզի այդ բռնատիրությունը այստեղ կառուցվի։ Պետք է երևի թե պետք է աշխատել այնքան ժամանակ, ես Բրյուսելում մի քանի անգամ եղել եմ տեղի հետազոտական կենտրոններում, իրենք շատ բաց տեքստով ասում են, ինքեր քանի դեռ դա խնդիր չի այստեղի կառավարիչների համար, իրենք դրա վրա աչք են փակելու։ Կարող եք ցույցեր արեք, տեսեք պաղեստինցիները ոնց են աշխատում այստեղ։ Որ փողոց գնում ես 4-5 հոգի բանը ցուցանակները ձեռքը բարձրախոսներով Պաղեստինի իրավունքների մասին են բարձրաձայնում։ Հենց որ Եվրոպայի հանրությունը տեսավ, որ իրենց ընտրած ղեկավարները բռնատիրություն են ֆինանսավորում, դա կդադարի միանգամից։ Բայց պետք է այդ ուղղությամբ աշխատել, որպեսզի դա իրենց համար խնդիր լինի։ Քանի այդ խնդիրը լսելի չէ, ոչ մի ձև չի անհանգստացնում, նրանք բարձր որ չեն էլ անդրադառնալու։ Ես նաև մեջ բերեմ Լևոն Զուրաբյանի երեկվա հայտարարությունը, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ներքաշում է պրոքսի պատերազմի մեջ կատարելով պետական դավաճանություն, նույնպես հետաքրքրական։ Ներքաշում է, որն է, վաղուց ենք մենք այդ պատերազմի մեջ։ Հայաստանը վաղուց դարձել է Ռուսաստան արևմուտք հակամարտության կողմ։ Ոչ թե հարթակ է տրամադրել, որ նախկինում մենք դա էլ չունեինք, այսինքն այդ հակամարտությունը մեր տարածաշրջանից դուրս էր։ Մեր հավասարակշռված առանց ավելորդ ամբիցիաների, բայց ճիշտ հարցադրումներով եւ ճիշտ պահանջներով քաղաքականության շնորհիվ։ Մենք դա այդ խնդիրը Հայաստանը կարողանում էր լուծել։ Ես ձեզ ուզում եմ հիշեցնել 2018 թվականի Մյունխենի անվտանգության համաժողովը, երբ որ Սերժ Սարգսյանը նստած էր այնտեղ եւ ռուսական կողմը եւ արևմտյան կողմը ասում են, որ դուք չեմպիոն եք, դուք կարողացել եք տանել ձեր քաղաքականությունը կառուցել շահերի համադրման եւ ոչ թե բախման հարցում։ Իսկ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո առաջի գործողությունից մեկը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին ձերբակալելն է եղել։ Հիմիջարը շատ կարևոր հանգամանք, որը ըստ իս մեր քաղաքական էլիտան ոչ միայն գործող ղեկավարությունը, այլև ընդդիմությունը, օրինակ գիտեմ, Լևոն Տեր-Պետրոսյանի կամ այլ ընդդիմադիրների ամեն կերպ փորձում էին թույլ տալ, որ Հայաստանը ներքաշվի այս Ռուսաստան արևմուտք։ Դրա մասին շատ է զգուշացվել, այո, բոլոր նրանք, ովքեր հասկանում են դրա վտանգները, բազմիցս խոսել են դրա մասին, բազմիցս գրել են բոլոր հայտարարություններով, շատ նախազգուշացումներ, թե ինչ հետևանքներ կլինեն, եղել են եւ այդ հարցում եւ Ադրբեջանի հետ հատկապես բանակցային գործընթացը այս իշխանությունների քայլերի հետևանքը ինչ է լինելու, ցավոք սրտի եղել է։
Գիտեք, ամենացավալին կոնկրետ իմ մասնագիտության մեջ այն է, որ դու հստակ տեսնում ես, որ գնում ես դեպի աղետ, գոռում ես դրա մասին, ամեն ձև փորձում ես կանգնել այդ գնացքի առջև, որ մի գնացեք, այնտեղ դիմացը աղետ է սպասում, ու դու տեսնում ես դա, բայց մեկը չես կարողանում ազդել։ Ինքը շարունակում է գնալ այդ ուղղությամբ։ Եվ 20 թվականի պատերազմն է կանխատեսվել բազմաթիվ փորձագետների, այդ թվում իմ կողմից, ընդ որում գրեթե օր, որ այս օրն է լինելու, այս է նպատակները եւ այլն, դա ամենահամացանցում կա եւ հարցազրույցներում, այս տաղավարում եւ հոդվածներ եւ մեկնաբանություններ եւ այլն։ Եվ աշխարհաքաղաքական process-ների մեջ ներքաշվելն է կանխատեսելի եղել եւ հաշվարկելի դրա հետևանքները ինչ են լինելու։ Եվ այսօր էլ ցավոք սրտի ինձ համար շատ հստակ տեսանելի է, թե ինչ ենք ունենալու մենք 26 թվականին ընտրություններում, դրանից հետո եւ այլն։ Եվ այս համատեքստում ըստ կարող ենք ասել, որ արդիական է դառնում Ուկրաինայի ճանապարհով պայմանականորեն ասած գնալու այդ վտանգի արդիականությունը եւ տեսնում եք արդյոք նաեւ ուժեր, որոնք փորձում են տանել այդ ճանապարհով Հայաստանը։ Դա մենք տեսնում ենք, որ Հայաստանը հակառուսական գծի վրա դնող ճարտարապետները նույն մարդիկ են, ովքեր այսօր Զելենսկուն հույս են տալիս, որ կռիվ դու Ռուսաստանի դեմ ամեն ինչ լավ է լինելու եւ ամեն աստծոր Ուկրաինայի գործերը շատ ավելի ողբերգական ու ավելի ողբերգական են դառնում։ Նույն մարդիկ են, հա, նույն Մերցն է, նույն Կայա Կալասն է, նույն Եվրոպայի նույն առաջնորդներն են, ում հետ Նիկոլ Փաշինյանը, այո, այսինքն այստեղ ոչ մի տարբերություն չկա, նրանց մեթոդներն էլ է հայտնի, նպատակներն էլ է հայտնի, թե ինչ եւ նաեւ պատրաստականությունն է հայտնի, իրենք պատրաստ են իրենց խնդիրները լուծելու համար զոհաբերել ամբողջ մի ժողովուրդ։ Ուկրաինայում դա արդեն ողբերգ, մեզ համար էլ է դա արդեն ողբերգություն է, մեր մասշտաբներով դա արդեն ողբերգություն է։ Այո, բայց էլի տեղ ունենք կորուստների, Սյունիք ունենք, Գեղարքունիք ունենք, ինչքան է դեռ կարող են, չէ, իրենք մտածում են, կարող են դեռ գնա կռվեն, թող մի 10,000 հոգի զոհվի, ինչ կլինի, որ Մինչ դրան անդրադառնալը ինչ է կարծում Եվրամիության այս հնարավոր միջամտությունը Հայաստանի ընտրություններին որևէ ազդեցություն կունենա թե ոչ եւ այլ արտաքին դերակատարներ ինչ ազդեցություն կարող են ունենալ եւ ինչ այսպես ասած կոնֆիգուրացիա եք դուք պատկերացնում ընտրությունների դրա մասին ասել եմ բազմիցս որ 26 թվականի խորհրդարանական ընտրությունները արդեն կեղծված են այնտեղ չկա ազնիվ պայքար չի եղել եւ չի լինելու կեղծելու մի քանի փաստ բերեմ ձերբակալված են բոլոր ընդդիմադիր համայնքների ղեկավարները այսինքն որտեղ կա ընդդիմությունը հաղթանակ է տանում իրենք գալիս են ձերբակալում են կալանավորում են հետապնդումներ են անում եւ այլն զուգահեռ իրենք հետապնդում են բոլոր այն գործիչներին ովքեր ի վիճակի են ընդդիմության համար ձայներ բերել վերջի Էջմիածնի օրինակը լավագույնն է երբ որ ընդդիմադիր տեխնացուներից Ցևակի Խաչատրյան, կարծեմ եթե ճիշտ եմ հիշում, կողմնակիցներին, այո, հաղթանակ դաշինքը կողմնակիցներին սկսեցին ձերբակալել հենց հաջորդ օրը եւ այլն։ Եվ ինչ են անում, գալիս են քրեական գործերը բացում են, ասում են դե տես, մյուս ընտրություններին կամ մեզ է աջակցելու կամ եթե հանկարծ փորձեցիր աջակցել ընդդիմությանը, այս քրեական գործերը արդեն կարված են, բացված են, գնում ես նստելու, ինչպես քո բազմաթիվ գաղափարակից ընկերներ տասնամյակներով, ոչ մեկ կասկած չունի։ Սա երկու բան։ Երրորդը, ընդդիմության բոլոր առաջնորդները, ովքեր կան, ում ճանաչում եք, կամ նստած են, կալանավորված են, կամ դատարաններում քրեական կամ էլ քրեական գործերը բացված անդադ քննչականներ են գնում, գալիս եւ այլն։ Ընդդիմությունը որպես այդպեսին ընտրությունների պատրաստվելու հնարավորություն չունի։ Չի այն պահին, երբ որ Նիկոլ Փաշինյանը գնում է օրինակ նույն Էջմիածին, ասում է տեսեք 570 միլիոն դրամ գումար ենք ծախսել բյուջեից, ճանապարհներ ենք կառուցել ձեզ համար եւ այլն, այդ պահին պայմանական ընդդիմության առաջնորդը քննչականում նստած ինչ որ մտածածին հորինված գործով բան է տալիս, ցուցմունք է տալիս կամ մասնակցում է հարցաքննության։ Սա եւս մի փաստ, որ ընդդիմությունը բանարած է, ինչ։ Հավասար պայմաններ չկան, հավասար պայմաններ չկան, հետապնդվում է եւ ռիսկի տակ է, որ եթե մի քիչ առաջ գնացիր, դու բան ես անելու, կալանավորվելու ես կամ էլ արդեն նստած են։ Հաջորդը արդեն խոսեցինք դրա մասին։ Մենք չգիտենք
անդիմադիր որ ուժը հնարավորություն կունենա ընդհանրապես մասնակցելու ընտրություններին։ Կրկին Մոլդովայի օրինակով։ Հա, կրկին Մոլդովայի օրինակով, ինչին որ հղվում է արդեն Կայա Կալասը։ Ես չգիտեմ պայմանական ասած, ինչ որ X ուժը, որը հավակնում է օրինակ ստանալ անդիմության 10% քվեն։ Ընտրություններից մեկ ամիս առաջ կճանաչվի որպես օտարազդեցության գործող ուժ, թե չի ճանաչվի։ Դնելու են հաշվարկելու են, չէ՞, իշխանությունները, որ եթե սա մասնակցելու այսքան ձեն տանեն, խնդիր է առաջանալու, ուրեմն եկեք այս մեկին հանենք արանքից։ Այսինքն այդ միջազգային ազդեցությունը փաստորեն զգալի։ Դա է Եվրոպայի հետ իրենք դա են պայմանավորվել։ Եվրոպան ասել է գնա ինչ գնով ուզում ես հաղթի, մենք այդ կճանաչենք որպես ժողովրդավարական ընտրություն։ Հիմա դրան գումարեք վարչական ռեսուրսը, որը ակտիվորեն շատ կիրառվում է այս իշխանության կողմից։ Հիմա դրան գումարեք իմ ասած պայմանական Ալիևի աջակցությունը կամ Թուրքիայի աջակցությունը, ասենք սահման բացեն, ինչ որ մի կատեգորիայի քաղաքացիների համար, ոչ բոլորի համար, կամ ժամանակավոր 2 ամսով բացեն, ասեն փորձենք տեսնենք ինչ է տեղ ունենալու։ Հիմա դրան գումարեք օրինակ բանակում զինծառայությունը կրճատելու մասին օրենքի ընդունումը, որը ծախվում է եւ այլն։ Հասկանում եք, այդ ընտրությունները 26 թվականի կեղծված են, այնտեղ հաղթելու այդ արդար պայքարում հաղթելու շանս չկա։ Այդ դեպքում ինչ պետք է միակ տարբերակը այն է, որ ահա որ մեծ ակտիվություն ընդդիմություն, այսինքն կոնսոլիդացնի հանրությանը ամբողջությամբ։ Եվ դրա մասին շատ եմ խոսել։ Մինչև այս պահի առաջի հարցը, առաջի հնարավորությունը դա իմպիչմենտի օրակարգով այդ կոնսոլիդացիան ապահովելն է, որպեսզի մարդիկ փողոցներ լցվեն, պայքարեն, այնքան ուժ ցույց տվի, որ բոլոր այդ ամեն ինչ որ ես թվարկեցի, այդ ամենը գերակշռվի։ Չի լինելու այնպես, որ այսպես մարդիկ հանգիստ նստած լինեն, կարծես որ ճիշտ տեղը չի ունենում, կան ընտրության օրը եւ ակնկալեն, որ բանը գալու են ընդդիմությանը քվեարկեն։ Չեն քվեարկելու։ Չեն էլ գալու ընդհանրապես ընտրության գնալու է միայն նրանք, ովքեր գնում են Նիկոլին քվեարկելու, եթե այսպես շարունակվեց։ Հիմա սա հերթական են վատ կանխագուշակումներից է, որ ասում եմ, հստակ տեսնում եմ ինչ է տեղի ունենալու եւ անընդհատ բոլոր եթերներից բարձրաձայնում եմ, գոչում եմ, որ մեր ընդդիմությանը կոչում անում, որ Ժողովուրդ ջան, միավորվեք, այդ իմպիչմենտի օրակարգը առաջ տարեք, դրա հիման վրա ձևավորեք այդ հանրային կոնսոլիդացիան, ժողովրդին ոտքի հանեք, պայքարի մթնոլորտ ստեղծեք, որ կարողանանք այդ ընտրություններում արդյունք ունենալ։ Դե սենց եթե նստենք, գանք ասենք, գիտեք, Նիկոլը Դավաճանը, իսկ մենք էս ենք անելու, դա չէ, էլի չի աշխատում դա։ Շատ ուշագրավ էր Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ավագ խորհրդական Ալի Ակբար Վելայեթի խոսքը Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ նա ասել է, որ այսպես կոչված Թրամփի ծրագիրը գործնականում նույնն է, ինչ Զանգեզուրի միջանցքի նախագիծը եւ հավելել է, որ Թեհրանը կտրականապես դեմ է դրան։ Սա կարող ենք համարել Իրանի հիմնական եւ պաշտոնական դիրքորոշումը եւ փաստորեն ստացվում է, որ Իրանն ըստ էության չի շարունակում է չընդունել այս թրիփը, այդ դեպքում ինչ գործողություններ պետք է սպասել։ Գիտեք այն, որ այսպես կոչված Թրամփի ուղին դա նույն Զանգեզուրի միջանցքն է, ես կարծում եմ բարձրացել բարձ է։ Այսինքն դրա համար պետք չի լինել Իրանի հոգեոր առաջնորդի գլխավոր խորհրդականը շատ մեծ ինֆորմացիայով, բարձ է դա, ակնհայտ է։ Ընդ որում այնքան բարձ է, որ Ալիևը չէր թաքցնում, այդպես էլ ասում է Զանգեզուրի միջանցքի ասում, թրիփ չի ասում։ Բայց այստեղ ոչ միայն անունը, այլ բովանդակությունը։ Բովանդակությունն էլ նույնն է, իհարկե, բովանդակությունն էլ նույնն է։ Դրա համար եմ ասում, ես մի քիչ առաջ էլ եմ խոսում, դա այո, դա նույն Զանգեզուրի միջանցքն է, որը մշակվել է Անկարայում եւ Բաքվում, որը հրամցվել է Արևմուտքին որպես ինչ հնարավորություններ է դա բացում Արևմուտքի համար Միջին Ասիայի եւ ընդհանրապես դեպի ասիական երկրներ գործելու ուղղությամբ, նրանք հավանությունը տվել են, ասել են լավ, ինչա պետք, Նիկոլը այդտեղ Նիկոլը բան է, տաղանդավոր փաթեթավորող է աշխատում, տաղանդավոր։ Ասել են լավ, ես կտամ, բայց եկեք փաթեթավոր ենք էլի, որ ես գնամ իմ ժողովրդին ասեմ, որ դա Զանգեզուրի միջանցքը չէ, դա Թրամփի ուղին է, օրինակ։ Ամեն ինչն է փաթեթավորում, Ալիևը պահանջները դնում է, Նիկոլը գալիս է փաթեթավորում է համանadrության փոփոխությունից սկսած, այսպես կոչված դեմարկացիա, դելիմիտացիայից սկսած եւ այլն։ Ալիևը գալիս է ասում է, այսքան տեղը պետք է վերցնեմ,
Նիկոլա ասում է մի քիչ ժամանակ տվեք, հիմա ես Սա դժբախտ եւ դժգույն տարածք է։ Գալիս է ասում ասա դժբախտ դժգույն է, նա ասում է որ մեր քարտեզով Հայաստանը այսքան չէր, այսքան է, դու ասում ես չէ, այսքան չէ, բարձում է այսքան էր, բայց այն էր, հիմա մենք կփոխանակենք եւ այլն, սկսում ենք փոխանակման գործընթացը, այս դուք վերցրեք։ Փոխարենը ինչ է ստանում, դե կստանանք, process ավարտի կստանանք, բայց Ալիևին process չէ, Ալիևին այդ պահին այդ բարձունքներ պետք։ Ալիևին այդ պահին այդ ճանապարհներ պետք։ Սահմանադրությունն էլ, ասում են փոխի գալիս է, ասում է դա գիտեք, նախկինների հակով գրված կոստյումը, կարված կոստյումը երբեք բան չի ունեցել, մեր սահմանադրությունը ժողովրդական աջակցություն չի ունեցել, պետք է փոխենք եւ այլն։ Փոխում ես, ինչ ես առաջարկելու, առաջի առաջարկները որ տեսնում ես հռչակագրի հողումը հեռացնելն անկախության հտեից հանելն է, Արցախի խնդիրները հանելն է եւ այլն։ Դե հիմա եկեղեցու հարցն էլ իհարկե կդրվի։ Այսինքն էլի պահանջներ, որոնք բխում են բացառապես Ադրբեջանից։ Այսինքն դուք կարծում եք, ես ճիշտ հասկացա ձեր ասածը, որ Թրամփի ուղիղ կոչվածը, կամ ինչպես Ալիևն այն կոչում, այսպես կոչված Զանգեզուրի միջանցք, իսկ Իրանի փորձագետները այն անվանում են ՆԱՏՕ-ի թուրանական միջանցք, դա չի բխում Հայաստանի շահից եւ դրանով չի պահպանվում Հայաստանի ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը, այդ դեպքում ինչպես կարելի է կանխել այս ծրագիրը։ Միայն մեկ ճանապարհ ունենք կանխելու բոլոր աղետները, որ գալիս են մեր գլխին, դա այս իշխանությունների հեռացումն է։ Փոխել եւ ունենալ իրապես պետականամետ, հայամետ, մեր պետության եւ մեր ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն։ Գոնե այդ սկզբունքները պետք է լինեն, որ պաշտպանեն մեր շահերը, ոչ թե Ալիևի, ոչ թե Էրդողանի, ոչ թե Պուտինի, Թրամփի եւ այլն, այլ պաշտպանեն Հայաստանի շահերը։ Դրանից հետո լավ կպաշտպանեն, թե վատ կպաշտպանեն, դա արդեն իսկապես երկրորդական խնդիր է դառնում։ Բայց այս իշխանությունները իրենք դրանով զբաղված չեն, այս իշխանությունները զբաղված են հանձնելով, զիջելով, ուրիշի շահերը պաշտպանելով։ Այո, այսպես կոչված Թրամփի ուղին, որ 99 տարով սուվերենության հանձնում է անհասկանալի ինչ որ միտեղ Միացյալ Նահանգներ, որը լավ Միացյալ Նահանգները իր անվտանգության ստրատեգիայում, որը մի քանի օր առաջ էր հրապարակվել, ասում են որ ախպեր մենք գնում ենք մեր տարածաշրջանում մեր աշխարհամասով զբաղվելու, այն դուք Եվրոպա, այն դուք Ռուսաստան, ինչ ուզում եք իր հետ արեք, մենք գնում ենք, մենք կոմպակտանում ենք, մեր, այսինքն դա արդեն ես մոտ ստրատեգիա է, հասկանում եք, ու այդ ժամանակ դու 99 տարով դեժավյու է առաջացնում 1920 թվականի։ Դա գիտեք, այն Աֆղանստանից դուրս գալու կադրերը իրեն ձորքերի, երբ որ մարդիկ գալիս կախվում էին ինքնաթիռներից, մտնում էին շարժիչների մեջ, հետո բոլորս տեսնում ենք ինքնաթիռը ինչպես էր թռիչք կատարում, մարդիկ թափվում էին պարզապես թևերից ցած եւ այլն։ Դա այո, դա գերտերությունների հետ աշխատելու ժամանակ դու միշտ պետք է դրա ռիսկ ունենաս, ընդ որում կապ չունի դա Միացյալ Նահանգներն են թե Ռուսաստանը, մի օր Ռուսաստանը կարող է ասել կամ արդեն դրա ականատեսներ են եղել, որ մեզ համար օրինակ առաջնահերթություն էս բան Ուկրաինան է, Կովկասը չի, դուք դա դիմացեք, ոնց ուզում եք դիմացեք։ Մոտավորապես դա է եղել։ Մոտավորապես չկա, շատ ուղիղ հենց դա է եղել կոնկրետ մեր բարագայում։ Դրա համար պետք է ունենաս քո ինստիտուտները, քո գործիքները եւ այլն։ 99 տարով տարածքը հանձնես ուրիշի եւ ասես մաքսային հսկողությունն էլ բանն են անելու, տեխնիկային գտնելու անելու է։ Մարդ չի լինելու հետեւը, դա ինչ է, դա սուվերենության հանձնում է, բառից բունի իմաստով։ Ընդ որում հետևանքներն էլ ավելի հեռու են գնում, որովհետեւ այսօր ճանապարհն են սարքելու, վաղ գալու են, ասեն, գիտեք ինչ, ճանապարհին բենզինը պրծնում է, այստեղ պետք է բենզակալոնկա դնենք։ Դա ենք հետո ասելու են, գիտեք, վարորդները այդ սարերում քնում են, այնտեղ պետք է հյուրանոց դնենք, այնտեղ է պահես դնենք, ենթակառուցվածքներ են սկսելու ստեղծել եւ ասելու են թրիպ կոչվածը այսուհետեւ ամբողջ Սյունիքն է։ Ու դուք հայեր ընդհանրեն այնտեղ կարող եք սպասարկող աշխատել այդ հյուրանոցում, բան, տեղաշոր հավաքող, դզող, հավաքարար աշխատել։ Իսկ ընտրական process-ից դուրս իշխանափոխության օրինական սահմանադրական impeachment, անընդհատ եմ դրա մասին խոսում։ Impeachment-ը սահմանադրական գործիք է իշխանություն փոխելու։ Խորհրդարանը պետք է անվստահություն հայտնի Փաշինյանին եւ պետք է ամեն ինչ անել իրական ժողովրդավարական ճանապարհներով, որպեսզի այդ պահանջը դառնա համաժողովրդական
եւ ստանա մնացած բոլոր պատգամավորները, թվում ԿՊԱ-ականների աջակցությունը կամ գոնե թե չդիմադրեն դրան, հասկանալով որ ժողովուրդը դա է ուզում։ Ես նորից եմ ասում, եթե այդ impeachment-ի գործընթացը հիմա չսկսվեց, եթե հանրությանը կոնսոլիդացնող քաղաքական, ոչ թե էմոցիաների եւ այլնի վրա հիմնված շարժում ձևավորվեց, այսօր արդեն բառից բուն իմաստով այսօր 26 թվականին ընդդիմությունը ոչ մի շանս չունի։ Ավելի քիչ է ներկայացված լինելու խորհրդարանում, քան այսօր է։ Շնորհակալ եմ հետաքրքրության համար։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, մենք զրուցում ենք քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանի հետ։ Մնացեք խաղաղությամբ, կհանդիպենք։